Սիրելիներս, ուզում եմ ասել սոցիալական հարթակներում տիրող այն վիճակի մասին, որը վերաբերում է մարդու իր անձի պաշտամունքին, այսինքն ուզում եմ միտքս շատ պարզ ձևակերպել, հուսով եմ կստացվի, այսինքն սոցիալական հարթակները, օրինակ Instagram-ը, որտեղ շատ արտահայտված է մարդու եսը եւ ինքնապաշտամունքը, մարդ ինքն իրեն պաշտամունքի առարկա է դարձնում, գոնե իր համար, առաջինը իր համար, ինքը պաշտում է իրեն, իր անձը, իր մարմինը, իր արտաքինը, իր տեսքը եւ պաշտում է նյութը, ու ինքը լինելով գայթակղված, գայթակղում է ուրիշներին, այսպես մարդիկ անկախ իրենց սոցիալական, ֆինանսական վիճակից, տեսնելով մյուս մարդկանց, ովքեր որ ցուցադրում են իրենց մարմինը, արտաքինը, որ ուզում են հասցնել իբր կատարելության եւ ապրելակերպը, որ նույնպես ուզում են հասցնել իբր կատարյալ, հարուստ եւ երազելի կյանքի ու ցուցադրում են այդ ամենը, մյուսները, ովքեր որ չունեն այդ հնարավորությունները, նայելով գայթակղված, բնականաբար ընկնում են չարի ճանկը, որովհետև իրենք էլ են ուզում այդ ամենը, այդ նյութը եւ այդ ցուցադրական կյանքը իրենց էլ է ձգում, գրավում եւ այդտեղ հենց սատանան կարողանում է խաբել մարդկանց եւ ինչ որ պատկերացումներ ստեղծել կյանքի մասին, այն կյանքի, որ իրենք սկսում են երազել, ու հենց այդտեղ ծուղակն է գցում մարդուն եւ գայթակղում է եւ խաբում է եւ տանում է դեպի մեղքերը, որովհետեւ հանուն նրա, որպիսի իրենք էլ ունենան այդ հարուստ կյանքը, այդ մարմինը, այդ դեմքը, այդ մազերը եւ այլն, այդ մեքենաները, այդ զարդերը կամ այդ բրենդային իրերը, մարդիկ սկսում են գայթակղվելով, չարի առաջարկները ընդունելով գնալ դեպի իրենց երազածին, բայց չեն էլ պատկերացնում, որ իրենք հայտնվել են չարի թակարդում։ Այսինքն սոցիալական հարթակներում գայթակղված մարդիկ, ովքեր պաշտում են իրենց եւ պաշտում են իրենց նյութը ու փողը, որ իրենք ստացել են կամ ունեն ինչ-որ մի կերպով, ինչ-որ մի ձևով իրենք ունեն այդ փողը, իրենք գայթակղված են եւ գայթակղում են մյուսներին ու ինչ են անում, տանում են մեղքերի մեջ։ Հիմա ես ինքս շատ եմ մտնում այդպիսի էջեր եւ հենց այդպիսի էջերի մեկնաբանություններում, որտեղ կարդում եմ մեկնաբանությունները եւ ամեն ինչ իմ ասած թեմաների մասին է, ինչ գեղեցիկ ես, ինչ լավն ես, որտեղ ես սա անում, որտեղ ես նա անում, ինչ խորհուրդ կտաս, մենք որտեղ սա անենք, կամ ինչպես փող աշխատել, այդ փող աշխատել, կամ ինչպես գնալ ինչ որ մի տեղ ճամփորդելու, թեմաները ամեն ինչ նյութի շուրջն են պտտվում, արտաքին գեղեցկության շուրջն են պտտվում, նպատակներին հասնելու եւ այլն, ու այդպիսի մեկնաբանություններում մտնելով ես գրում եմ Հիսուս Քրիստոսի մասին, ես գրում եմ դարձի գալու, ապաշխարելու մասին եւ այն մասին, որ շուտով եկեղեցու հափշտակության ժամանակն է, որ Հիսուս Քրիստոսը գալիս է մեր հետևից։ Ես դա հատուկ եմ անում ու արդեն այնտեղ, որտեղ տիրում է նյութապաշտություն եւ անձի պաշտամունք, եւ գրում եմ նման մեկնաբանություն Տիրոջ մասին, Հիսուս Քրիստոսի մասին, քրիստոնեության մասին, ապաշխարելու մասին։ Ուզում եմ ասել, որ դուք էլ նույնպես փորձեք գոնե մի հոգու պատմել Հիսուս Քրիստոսի մասին, պատմել փրկության մասին նրա տված եւ պատմել հափշտակության մասին եկեղեցու։ Գիտեմ, որ շատերը չեն հավատում, բայց Տերը այնպես է անում եւ անելու, որ յուրաքանչյուրը գոնե մի անգամ լսի կամ կարդա կամ իմանա հափշտակության մասին եւ կընդունի, կհավատա, թե ոչ, դա արդեն իր ընտրությունն է, բայց Տեր Հիսուս Քրիստոսը լինելով ամենաողորմածը եւ ամենահավատարիմը, նա այնպես է անում, որ յուրաքանչյուրը գոնե մի անգամ կիմանա այդ մասին։ Եվ դուք էլ կարող եք այդպես թեկուզ մեկնաբանություններում տարբեր
Գոնե մի անգամ գրել, որ շուտով Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակությունն է, կամ ապաշխարեք, մարդիկ, դարձի եկեք, մոտեցեք Աստծուն։ Նման ինչ որ մի բաներ, ինչ որ ձեզ Տերը կթելադրի, արեք, գոնե մի անգամ այդ մարդիկ, ովքեր Աստծուց այդքան հեռու են, ոչ թե պետք է մեզ բարկացնեն, այլ մենք պետք է գթանք նրանց, խղճանք նրանց, որովհետև նրանք չեն ճանաչում Աստծուն, եւ նրանք, եթե շարունակեն այդպես, փրկություն չեն գտնի եւ ուր կհայտնվեն դժոխքում։ Դրա համար մեզ այն յուրաքանչյուրը գոնե մի անգամ ինչ որ մեկին պիտի պատմի Հիսուս Քրիստոսի մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը եւ ինչ արեց մեր համար։